Добрый вечер всем, в особенности уважаемым дамам. Вот, вопрос к Армине. Да. Как азербайджановеду, вам не кажется, что новая форма вооруженных сил Армении очень похожа на форму Турции и Азербайджана? А давайте поговорим на эту тему, вообще на тему Турции и Азербайджана. Жаль упустить это время. Անցնենք հայերենի. Ես նոր հանդերձած գեստը չեմ տեսել հայկական բանակի, դրա համար չեմ կարող ասել ինչքանով է դա նման, ու եթե մենք ունենայինք պետություն, մենք ունենայինք պատշաճ մակարդակի բանակ, ես անգամ կասեի, որ դրա մեջ ոչ մի վատ բան չկա, որովհետև այդ դեպքում մենք հնարավորություն կունենայինք մասկիրովկա լինեինք թշնամու բանակի հետ եւ կարողանայինք դա էլ օգտագործել այդ միմիկրիան իրականում բանակի պարագայում վատ բան չի, եթե դու կարողանում ես դա օգտագործել թշնամու դեմ, բայց քանի որ մենք ունենք Պապիկյան, ապա ես անգամ չեմ կարող ասել դա ինչ է նշանակում, կարող է Էրդողանը ասելա բրոմյան հանգստացի, մենք պահեստներում ճոր զալեժներ ունենք, փող մի ծախսեք, մենք դա ձեզ անվճար կտանք այդ փողով գնա մի 100 կիլո էլ քամակդ հաստացրա սազում է քեզ ոնց որ տենց չաղ լինելը У меня нет ответа на этот вопрос. Վլադիմիր Ժիրնովսկին ասում է, որ երկուսդ էլ շատ լավն եք, շատ խելացի, շատ հմայիչ, շատ ուժեղ, իսկ Արմինեի բառապաշարը ուղղակի յուրահատուկ է։ Արմինե Իմ ընտանիքը քեզ կարոտել էր։ Պետք էր վաղուց։ Փաստորեն, դե ես կաշխատեմ հաճախ գալի եթեր։ Արմինե, ես ճիշտ ասած տեսել եմ համազգեստը, բայց քանի սկսեցինք խոսել դրա մասին, ես քեզ կուղեմ մի քանի հարց, որոնք վերաբերում են Թուրքիային, Ադրբեջանին, շատ ավելի կարևոր քան համազգեստը։ Ես մի քանի լուր նշեմ, նախ կարդամ, հետո դու ինձ ասա, արդյոք այդ բոլորը փոխկապակցված է, եւ ինչպես ես դու մեկնաբանում, երբ որ այս բոլոր լուրերը իրար կողք տեսնում ես, եւ այսպես Ադրբեջանի խորհրդարանը վավերացրել է Թուրքիայի հետ ռազմական անվտանգության փոխադարձ ամրապնդման հուշագիրը։ Դրանով կողմերը պարտավորվում են փոխադարձ օգնություն ցուցաբերել միմյանց ագրեսիայի դեպքում։ Ինչ է նշանակում ագրեսիա։ Արդյոք սա միայն ռազմական նպատակները հետապնդում։ Նախ դա առաջի հուշագիրը չի, իրանք պարզապես թարմացրել են կամ վերաստորագրել են, վերահաստատել են արդեն գոյություն ունեցող փաստաթուղթը։ Այսինքն ինչ է հիմա դա բան առաջացնում, չեմ կարող ասել, որովհետեւ գուցե առանձին չէ, բայց եթե իրար կողք այդ լուրերը որ կարդամ, գուցե հետաքրքիր։ Ладно, давай լուրերը իրար հետևից ասա։ Թուրքիայի իշխող զարգացում կուսակցությունը օրերս ներկայացրել է թյուրքական աշխարհի տեսլականը հայեցակարգային փաստաթուղթը։ Անձամբ նախագահ Էրդողանի հովանու ներքո պատրաստված այս փաստաթուղթը Թուրքիայի կողմից տարածաշրջանում նոր թուրան ձևավորելու գործողությունների պլանն է։ Այլ բառերով ասած, արդիականացված պանթյուրքիզմ։ Երրորդ լուրը Թուրքիան պայմանավորվել է Թուրքմենստանի հետ Անդրկասպյան գազատար կառուցելու հարցում։ Այն նախատեսում է Ռուսաստանին եւ Իրանին այլընտրանքային ուղիներով գազ մատակարարել կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա, ինչին լիարժեք աջակցում են արևմտյան գործընկերները, եւ ինչը իր հերթին նշանակում է, որ մեր տարածաշրջանում լարվածության նոր աճ է լինելու։ Եվ վերջին երկու լուրը Ադրբեջանի նախագահը նորից խոսում է Արևմտյան Ադրբեջանի մասին, փաստացի ներկայացնելով ադրբեջանցիների վերադարձ իր նախագիծը որպես Հայաստանի արչև դրված նոր նախապայման, այսինքն տնային աշխատանքների ցանկ ընդլայնվում է։ Եվ վերջինը The Economist պարբերականը ներկայացրել է աշխարհի այն 7 հակամարտությունները, որոնք հաջորդ տարի 2026 թվականին թեժանալու են։ Դրանց թվում անսպասելիորեն Հայաստան-Ադրբեջան հակամարտությունն է։ Okay. Հիմա սկսենք վերջից։ Խոսում ենք, եթե մենք խոսում ենք փոխկապակցվածությունից, ապա երևի սկսենք Թուրանի գաղափարից, որը էլի 3 չի բուսնել։ Այսինքն գաղափարը 100 տարեկան է, ակտիվ գործողությունները այդ ուղղությամբ սկսել են մոտ 30 տարի առաջ եւ ապարդյուն էին, որովհետեւ
Ղազախստանին, միջինասիական երկրները, որոնք գտնվում են Ռուսաստանի ազդեցության տակ, բավականին խնդիրներ, որտեղ այնտեղ ոչ միայն ռազմական, ոչ միայն տնտեսական կապեր են հաստատում, նրանք փորձում էին ընդհանուր Տուրանի լեզու մշակել, այդ այբուբեն, մի խոսքով այդ ծրագիրը բավականին ռեսուրսատար էր եւ ապարդյուն, որովհետեւ չէին կարող գային ընդհանուր հայտարարի եւ հաշվի առնելով Ռուսաստանի դեմ արշավը արևմուտքի Թուրքիան իր համար դիտարկել է որպես հնարավորություն այդ Թուրանի գաղափարը զարգացնի եւ առաջ տանի։ Սակայն այստեղ մի հատ ուրիշ խնդիր կա, ես չգիտեմ իրանք ինչի մասին են պայմանավորվել Թուրքմենստանի հետ, բայց Թուրքմենստանի գազը գնում է Չինաստանը։ Թուրքմենստանը չի կարող արտադրել ավել գազ, քան ինքը արդեն արտադրում է, եւ դա արդեն խփում է ոչ թե մեզ, ոչ թե Ռուսաստանին, ոչ թե այլ խփում է ուղիղ Չինաստանին, եւ դա Չինաստան-Թուրքիա խնդիր կարող է բերի, եւ Թուրքմենստանը ընտրելու, եթե ընտրության առաջ կանգնի, ինձ չի թվում, որ նա ընտրի ինչ-որ նոր անհասկանալի պրոյեկտ անտեսելով արդեն վաղուց գործող եւ բավականին հուսալի պարտներ Չինաստանին։ Դրա համար это вилами по воде писано, դրա համար դեռ ես չեմ տեսնում ոչ մի տենց լուրջ բան։ Բայց Թուրքիայի փորձերը իհարկե դա կան, նրանք փորձելու են, նրանք միշտ հասնեն ուզածին։ Ինչ վերաբերում է Թուրքիա-Ադրբեջան պայմանագրի։ Իհարկե դա մտնում է, դա այդ փանթուրանիզմի բաղադրիչներից մեկն է, որովհետև Ադրբեջանն էլ որպես գազ մատակարարող երկիր խոստացել է Թուրքիային իր ամբողջ ռեսուրսագազը, որովհետև նա արդեն Ռուսաստանի միջոցով չի վաճառում, նա այդքան ռեսուրս չունի, այդքան գազ չունի, որ կարողանա Ռուսաստանի այսպես ասած Ռուսաստանին կոնկուրենտ հանդիսանը, հա, Ռուսաստանի հետ։ Հետևաբար նա ընդհանրապես առաջարկելու է այդ Թուրքմենստանից ենթադրյալ գալացող գազը իր տարածքով եւ իր խողովակներով անցկացնելու նոր խողովակոչեն կառուցելու։ Հիմա գանք դրա դիմաց իհարկե նրանք պահանջում են Թուրքիայից հովանավորություն, պաշտպանություն եւ այլն, ինչ որ մենք տեսանք 20 թվականին։ Ումից։ Ադրբեջանը Թուրքիայից։ Ումից պաշտպանություն եւ հովանավորություն։ Դե իրանք մտավախություն ունեն, որ Հայաստանը ինչ որ մի պահից կարող է բանանի դուրս գա կառավարել։ Հասկանում եք Նիկոլը Հոկաշեի Բիսմերտնին չի։ Օրագալու Նիկոլ չի լինելու եւ այս իրանց ամբողջ կառուցած համակարգը աշխատում է արդեն 10 տարի պլյուս 20 տարի պլյուս ընթացքի ապահովման համար 100 տարի պլյուս Եթե դուք կարդաք 20-րդ դարի սկզբի այդ երիտուրքերի գաղափարախոսական տրակտատները դուք կտեսնեք այսօրվա նկարագիրը, այսինքն իրանք դեռ 100 տարի առաջ գծել են այսօրվա օրը։ Այն օրը 168-ով Սարգսյանն էր խոսում։ Սուրենը, այո։ Որը Թուրգուտ Օզալի եւ Ավակ Բուշի խոսակցության բովանդակությունն էր փոխանցում։ Թուրգուտ Օզալը այն ժամանակ, երբ որ մենք համարում ենք, որ ինքը տենց պուսիչկա լապչկա է բան, տենց լավ դյադիչկա է, որը Հայաստանի հետ ուզում է հարաբերություն, մարդը այնտեղ կոնկրետ պլան է մշակել։ Եվ այդ պլանը այսօր է իրագործվում, այսինքն պետք չի թերագնահատել, հա, ու իհարկե գերագնահատել պետք է, գերագնահատել էլ պետք չի, սակայն իմանալով քո դիմացինի պլանները քո ոչնչացման մասին, փոխանակ են կկույի նման սկսես ձակ բաժանել, դու պետքա պատրաստես, դու պետքա ռեսուրս կուտակես, որ կարողանաս դիմադրես եւ հնարավորինս հաղթես։